Խառը հայ վարպետ Արման Ծառուկյանը 1.5 տարի անց UFC-ի օկտագոն վերադարձավ ու տապալեց նորզելանդացի Դեն Հուքերին։ Շաբաթ կեսգիշերին մարտարվեստի բազմամիլիոնանոց երկրպագուների ուշադրությունը իր վրա սևեռած մարտի արդեն երկրորդ ռաունդի վերջում Ծառուկյանը խեղդող հնարքով ամրագրեց իր գերազանցությունը մրցակցի նկատմամբ։ 29-ամյա Ծառուկյանն օկտագոնում ունի 23 հաղթանակ եւ 3 պարտություն, իսկ 35-ամյա Հուքերը 24 հաղթանակ եւ 13 պարտություն։ Ծառուկյանի հաղթանակը մեծ ոգևորության ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհի հայերի շրջանում։ Դոհայի փողոցներում հայերի վանկարկումները տարածվում էին Կատարի մայրաքաղաքով մեկ։ Արաբական Էմիրություն իրենց հայրենակցին սատարելու են եկել նաև դասական մարտարվեստի հայ վարպետները, ըմշամարտի Հայաստանի հավաքականի անդամները։ Հաղթանակի համար թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը UFC-ից ստացել է $350,000 մրցանակային գումար, $50,000 բոնուս։ Ծառուկյանն իր ընկեր միջին քաշային կարգում UFC չեմպիոն Չեչեն Համզատ Չիմայևից նվեր է ստացել ձեռքի ժամացույց, որի գինը $150,000 է։ Կարող է թվալ, որ Ծառուկյանը օկտագոն մուտք գործելից լարված էր, ըստ մարզական մեկնաբանի նրա հայացքում լարվածություն չկար։ Երևի թե առաջին ռաունդի կեսից հասկացավ, որ պետք է շարունակել արդեն այլ ոճով։ Արմանը բազում ոճերի է տիրապետում, թե կանգնած դիրքում, թե պարտադրությունում, հիանալի մարդ է վարում, կապ չունի նա կլինի գրեպլեր թե հարվածային մարտիկ, նա միևնույն է իրեն շատ լավ է զգում, բայց այստեղ կար մետաղադրամի հակառակ կողմը, քանի որ Հուքերը ավելի բարձրահասակ էր Արմանից 12 սանտիմետր ու դա խառամենամարտերում միանշանակ մեծ տարբերություն է ու վստահաբար կարող եմ ասել, որ եթե կանգնած շարունակեր Արմանը, միևնույն է մինչև վերջին ռաունդ բաց էր թողնելու հարվածներ։ Սարգսյանը նաև մարզչի գործոնն է առանձնացնում, ըստ նրա Ծառուկյանը հիմա ավելի խիստ ռեժիմով է մարզվում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա վերջերս մարզվում է նաև Համզատ Չիմայևի հետ, վստահաբար կարող եմ ասել քաշերի տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի պարապմունքների ժամանակ։ Եթե վերցնում ենք հենց Արմանի քաշը ու համեմատում ենք Չիմայևի քաշի հետ, այնտեղ տարբերությունը ահռելի է։ Իսկ հիմա Արմանին սպասվում է մարտ Իլյա Տոպուրյայի հետ։ Մեկնաբանի կարծիքով Տոպուրյային այլ մարզիկի հետ համեմատելը ճիշտ չի լինի։ Իլյա Տոպուրյան ֆանտաստիկ հարվածային մարզիկ է։ Տոպուրյային երբեք չի կարելի համեմատել թե Դեն Հուքերի, թե Օլիվեյրայի հետ։ Արմանը մինչև այս պահը խելահեղ ֆանտաստիկ հարվածային մարտիկի դեռևս չի հանդիպել, որ մենք ասենք, գիտեք ինչ կա, ահա այս մարզիկին կարելի է համեմատել Տոպուրյայի հետ ու կարելի է ինչ-որ համեմատականներ գտնել։ Արմանը ունի հիանալի պոտենցիալ, Արմանը այսօր շատ լավ հնարավորություն ունի չեմպիոնական գոտու համար մենամարտելու։ Դոհայի մարտից հետո մասնագիտացված ամսագրերում ու կայքերում գովասանքների հեղեղեր Ծառուկյանի հասցեին։ UFS.com-ը գրեց, որ Արմանը առաջին իսկ ռաունդում սառեցրեց Հուքերի եռանդը եւ տարավ իր կարիերայի լավագույն հաղթանակներից մեկը։ MMA Junkie-ն շեշտեց, որ UFC-ը այլ ելք չունի, քան Ծառուկյան Տոպուրյա մարտը կազմակերպելը։ Sports Illustrated-ը փաստեց Ծառուկյանը կոտրեց Հուքերի կամքը երկրորդ ռաունդում եւ ասաց՝ միակ առաջին հավակնորդը ես եմ։ Անի Հովհաննիսյան, Մկրտիչ Խաչատրյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։